Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն սկսել Մակրոնի հետ, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, հավելելով. դա պետք է լինի միմյանց հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություն։ Ըստ Պեսկովի, եթե կա փոխադարձ քաղաքական կամ, ապա Ֆրանսիայի առաջնորդի մտադրությունները կարելի է միայն դրական գնահատել։ Պաշտոնյայի խոսքով Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումները, բացատրել իր զրուցակիցներին մանրամասն, անկեղծ եւ հետեւողական։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի առաջիկա շաբաթներին վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ոսկե քարտը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարելու դեպքում։ Երկրի առևտրի նախարարն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն մի քանի օրվա ընթացքում վաճառել է $1.3 միլիարդ Թրամփի ոսկե քարտեր։ Ռուսաստանը չի խոնարհվել Նապոլեոնի եւ Հիտլերի ճնշման տակ, բայց Կալասի հարձակմանը չի դիմանա։ Այսպես է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ծաղրել Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունները Մոսկվայի մասին։ Այս արտահայտությունից հետո դահլիճը պայթել է ծիծաղից եւ ծափահարություններից։ Բրյուսելում Լեհաստանի հյուպատոսության շենքի վրա կարմիր ներկեն լցրել պատին, գրել վիրավորական կարգախոսներ, իսկ մուտքի առջև շան արտաթորանք թափել։ Լեհաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ գործն անմիջապես փոխանցվել է համապատասխան ծառայություններին հետաքննություն անցկացնելու համար։ Թուրքիայի Միլի Մեջլիսում բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ծեծկռտուքը տեղի ունեցել Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Էշեքի եւ ընդդիմադիր Լավ կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաեւ այլ պատգամավորներ։ Ծեծկռտուքի ընթացքում ընդդիմադիր Լավ կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Հրավառ նյութեր, շշեր եւ քաշքշուկ Ալբանիայի խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունը վերաճել է ընդդիմության բողոքի ցույցի։ Ընդդիմադիրները պահանջել են փոխվարչապետի հրաժարականը, որի նկատմամբ հետաքննություն են ընթանում։ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի 30 երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին եւ բարձրաստիճան դիվանագետներին։ Դեսպանների շարքում է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Այս դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Նշվում է, որ այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են ամերիկան առաջինը կարգախոսով իր հայտնի քաղաքական առաջնահերթություններին։ Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի խմբին, ինչի հետևանքով 8 փիղ է սատկել, մեկը վիրավորվել։ Նշվում է, որ վթարը տեղի ունեցել Հնդկաստանի արևելյան Անսամ նահանգում։ Ուղևորատար գնացքն ընթանում էր Սայրանք Նյու Դելհի երթուղով, պատահարի վայրում ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Կրասնոյարսկում վառվել են մոտ 500 ավտոմեքենայից կազմված ավանդական մեքենաների տոնածառի լույսերը։